երկու հարց ունեմ, նախ խնդրեմ ձեզ, եթե ունեք այդ տվյալները, ասեք գումարի չափը ինչքան է, օրինակ այս կամ այն դեպքում ինչ գումարի մասն է խոսքը, չափը ասեք, մեկ է ինձ հետաքրող հաջորդ հարցը դա էկոպարեկների ծառայության վերապատրաստման ծրագրեր են անցել, ինչ փուլով են անցել, եթե կարող եք այդ նշեք, մեկ էլ նախկինում անտառի պահպանության այդ համակարգում աշխատող մարդկանցից քանի տոկոսն է ներգրավված հիմա էկոպարեկային ծառայության մեջ։ Շնորհակալություն պարոն Դանելյան, գումարի չափի հետ կապված ասեմ, որ նախագծով կառավարությանը տրվում է լիազորություն այդ գումարի չափը սահմանելու, այսինքն դա դեռևս առանձին կառավարության որոշմամբ կսահմանվի գումարի չափը, որպես հիմք մենք կառավարությանը առաջարկելու ենք, այսինքն նախագիծը կազմելիս դնելու ենք այն նույն չափը, որը գործում է տվյալ դեպքում մյուս համանման կամ այսպես ասած ծառայություն իրականացնող հանրապետությունում ծառայություն իրականացնող մարմիններն, օրինակ ասենք արտակարգ իրավիճակների ծառայողներին, ոստիկանության, ես որպեսզի սխալ չհնչեցնեմ թվերը, ձեզ առանձին կներկայացնեմ, մենք հիմքը դնելու ենք այդ նույն չափը, որը մյուս ծառայությունների դեպքում գործում է։ Սա առաջի հարցի հետ կապված, ինչ վերաբերում է վերապատրաստումների։ Ինչպես գիտենք, երկրպարեկային ծառայողները պաշտոնի նշանակվում են գրավոր քննության, բանավոր, ֆիզիկական պատրաստականության ստուգումից հետո, սակայն պաշտոնի նշանակելուց հետո ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են իրենց գործառույթներին վերաբերելի եւ բովանդակային եւ ֆիզիկական պատրաստականության հետ կապված պարապմունքներ, սեմինար պարապմունքներ եւ գիտելիքների ու կարողությունների բարձրացման ուղղված քայլեր։ Սա էկոպարեկային ծառայության ոչ միայն կազմավորման, այլև հաջող ընթացքի համար մենք համարում ենք լուրջ եւ գործուն միջոց եւ այդ գործիքը մենք կիրառելու ենք, այսինքն պարբերաբար եւ անընդհատական ռեժիմով ծառայողները իրենց կարողությունները բարձրացնելու, իրենց ունակությունները բարձրացնելու հնարավորություն ունենալու են կազմակերպվող դասընթացների շրջանակներում։ Կներեք երրորդ հարցը կհիշեցնեք ձեր։ Հա, շնորհակալություն։ Ուրեմն էկոպարեկային ծառայության անցնելու հնարավորությունները տրված են ինչպես նախկինում հատուկ պահպանվող տարածքներում պահպանություն իրականացնող անձանց, այնպես էլ բոլոր Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր իրենց կրթական ցենզով եւ մնացած այլ ցենզերով համապատասխանում են էկոպարեկային ծառայության անցնելու դիմելուն, Սյունիքի փորձը մեզ ցույց է տալիս, որ նախկին պահպանության աշխատակիցների որոշ մասը անցնում է ծառայության, բայց տոկոսային առումով, եթե ցանկանում եք նշել, որոշ մասն էլ չի էլ դիմել, որոշ մասը դիմել է, անցել է, մի մասն էլ դրանց չեն կարողացել հաղթահարել այն պահանջները, այսինքն գրավոր եւ բանավոր ընթացակարգով քննությունները ու այդ պատճառով չեն ներգրավել, իսկ որոշ մասը հաջողությամբ հաղթահարել են ու ներգրավել են։ Տոկոսային առումով այս բանը չունեմ թիվը, որ ձեզ հնչեցնեմ, որովհետեւ բայց խնդիր չկա, ձեզ տրամադրելով։